Փարտիրոջ էս գեղեցիկ որվա համար։ Եկել են կրկինեն քաղցր պայն, երբ պետք է Տիրոջ քաղցր խոսքերով սնվինք։ Գիտենք, որ բացադրողական քարոզի հիմքերով շարունակելով ընտանում ենք Հովանու ավետարանը։ Եվ դեռ պատգամի այս շրջանակում, ինչի մասին որ խոսել ենք արդեն ամիսներ շարունակ, կրկին ընկած է Հիսուս Քրիստոսի եւ իր աշակերտների վերջին ընթրիքի ժամանակահատվածում ընկած զրույցը։ Տերորդն է սիրելիներս, եկեք այսօր կարդանք Հովանու ավետարան 14-րդ գլուխ 27-ից մինչև 31 համար։ Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը չխռովի եւ չվախենա։ Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թե գնում եմ եւ կգամ ձեզ մոտ։ Եթե ինձ սիրեք, ապա ուրախ կլինեք, որ ասեցի, որ մոտ եմ գնում, որտեղ իմ հայրը մեծ է ինձանից։ Եվ հիմա ասացի ձեզ լինելուց առաջ, որ երբ որ լինի, հավատաք։ Այլևս շատ չեմ խոսի ձեզ հետ, որովհետև այս աշխարհի իշխանը գալիս է եւ ինձանում ոչինչ չունի։ Այսինքն իմ դեմ ոչինչ չունի, այլ որպեսզի աշխարհը իմանա, թե ես սիրում եմ հորը եւ ինչպես հայրը պատվիրեց ինձ, այնպես եմ անում։ Վեր կացեք, գնանք այստեղից։ Այս պատգամը հիանալի էր։ Այն ինչ սովորեցինք միայն Հիսուսի վերջին ընթրիքի շրջանակներում պարզապես գեղեցիկ էր եւ հիանալի։ Բաներ, որը մեր մարդկային մտքում այդպես էլ տպավորված չէին։ Մեր համար 12 առաքյալները հավաքվել էին, Հիսուս հացը կտրեց, գինին կտրեց եւ այդպիսով վերջ։ Բայց այս ընթացքում ինչքան մեծ ուսուցում վերցրեցինք այս մեկ գլխից։ Պատգամը, որի մասին խոսում ենք, պատգամը, որի մասին այսօր խոսելու ենք, հետևյալն է. աստվածային խաղաղություն։ Խաղաղություն եմ թողնում ձեզ։ Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Հիսուս խոսում է հատուկ խաղաղության մասին, չի ասում խաղաղություն, որը, այսպես ասած, ձեր մարդկային մտքերի գաղափարների մեջ կա։ Ասում է խաղաղություն եմ թողնում եւ շարունակում է։ Իմ խաղաղությունն եմ թողնում։ Իմը ուրիշ է։ Իմը տարբերվում է աշխարհիկ խաղաղությունից։ Այս խաղաղությունը ներքին հանգստություն է, որը գալիս է որտեղից։ Աստծո հետ հաշտությունից։ Սա ներքին խաղաղություն է, որ Հիսուս մեզ թողնում է, եւ դա գալիս է Աստծո հետ հաշտությունից։ Այն կախված չէ արտաքին հանգամանքներից, տրվում է որպես Հիսուսին ժառանգություն նրա հետևորդներին։ Պատգամի շրջանակում 28-29 համարում նաև տեսնում ենք սիրո եւ ուրախության կոչը։ Այստեղ տեսնում ենք սիրո, ուրախության կոչը եւս։ Եթե ինձ սիրեք, ապա ուրախ կլինեք։
Հիսուսը բացատրում է, որ իսկական սերը պետք է արտահայտվի ուրախությամբ։ Երբ նա վերադառնա իր հոր մոտ։ Հայն ավելի մեծ է, քան ես այս արտահայտությունը վերաբերվում է Հիսուսի մարդկային բնությանը եւ իր առաքելությանը, որ այս հատվածում շեշտադրվեց։ Որից հետո 29 համարում Հիսուս կանխագուշակում է, նախապես պատմում է իր մահվան եւ հարության մասին, որպեսզի երբ որ դա տեղի ունենա, չկասկածեն նրա աստվածության մեջ։ 30-31 համարում տեսնում ենք հոգևոր պայքար։ Գալիս է այս աշխարհի իշխանը, սա վերաբերվում է սատանային, ով փորձելու է հարձակվել Հիսուսի վրա խաչի ճանապարհին, բայց հաստատում է Տեր Հիսուս Քրիստոսը, որ սատանան թերևս փորձելու է դա անել, թերևս Հիսուս անմեղադրելի է, եւ Հիսուսի վրա որևիցե մի բան չունի սատանան։ Եվ վերջին նախադասությունը, որ ասում է, վեր կացեք եւ գնանք այստեղից, ցույց է տալիս անցում դեպի Գեթսեմանի պարտեզ, որտեղ Հիսուս պիտի անցնի իր վերջին փորձությունները։ Այս հատվածը կարևոր է, ցույց է տալիս Հիսուսի սերը, նրա աստվածային բնությունը, մարդկային բնության միավորումը աստվածայինի հետ, նրա ցանկությունը պատրաստել իր աշակերտներին փորձությունների դեմ։ Եկեք մանրամասը վերլուծենք այս հատվածը։ Ուզում եմ ամեն դետալի վրա ուշադրություն դարձնեք։ 27 համարը խաղաղություն եմ թողնում ձեզ։ Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Եվ այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս։ Ձեր սիրտը թող չխռովի եւ չվախենա։ Հիսուս խոսում է հստակ խաղաղության մասին, աստվածային խաղաղության մասին, որը տարբերվում է աշխարհիկ խաղաղությունից, խնդրում եմ թարգմանեք եղբորը։ Հունարեն էյրենե բառը նշանակում է ոչ միայն պատերազմի բացակայություն, այլ լիակատար բարեկեցություն, հանգստություն Աստծո հետ հաշտության մեջ, որը կախյալ չէ արտաքին հանգամանքներից, ինչպես քեզ խաչելու են, քեզ սպանելու են, եւ դու դեռ ասում ես խաղաղություն եմ թողնում ձեզ։ Սա այն բանը է, երբ պիտի փշրվեր աշակերտների հույսը, հավատը։ Այս խաղաղությունը Հիսուսի ժառանգությունն է իր հետևորդներին։ Աշխարհիկ խաղաղությունը ժամանակավոր է եւ կախված է արտաքին հանգամանքներից։ Այն կարող է խախտվել պատերազմելով, հագարակությունների, հիվանդությունների, այդ դժվարությունների պատճառով։ Կա աշխարհիկ խաղաղությունը, կա ֆիզիկական խաղաղություն, ու մեկ է մի հատ հիվանդություն, մի հատ ցավ, մի հատ տառապանք, մի հատ պատերազմ, մի հատ երկրաշարժ, ու չկա։ Բայց այն խաղաղությունը, որ Հիսուս Քրիստոս տալիս է, սա հավիտենական է, սա մշտենջնավոր է, սա կապված է քո եւ Աստծո հաշտության, հոգևոր տիրույթի հետ։ Մի խոսքով Հիսուսի տված խաղաղությունը գերազանցում է բոլոր մարդկային իրողություններից։ Այս խաղաղությունը իր մեջ ներառում է առաջինը մեղքերի ներում, այսինքն Աստծո հետ հաշտություն, հանգստություն դատաստանի վախից, այսինքն արտարություն Քրիստոսով, ապագայի համար հույս, Աստծո խոստումների վրա ապավինել, ներքին հանգստություն անկախ արտաքին հանգամանքներից։ Ձեր սիրտը թող չխռովի ու չվախենա։ Տերասո խռովություն բառն է եւ դեիլո
վաղ բառերն են։ Հիսուսը կրկնում է իր նախկին խոսքը 14:1-ում, երբ որ այս գլուխը սկսեցինք, այս ձևով սկսեց Հիսուս. ձեր սրտերը թող չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ։ Եվ սա ուժեղացնում է մեր պարտավորությունները, սիրելիներս։ Համեմատական տեքստեր կարանք տեսնենք։ Եվ Աստծո խաղաղությունը Ֆիլիպպեցիս 4:7, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Այսուհետև եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ արտաքին եւ կովելի այն, մտածեցեք։ Հովանու 16:3, այս բաները ասեցի ձեզ, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք, աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։ Այն որ Հիսուս հաղթել է, այն որ լուծվել է մեղքի, մահի, Աստծո հետ հաշտություն կապելու ճանապարհ է բացվել, այս սա է մեր խաղաղության ակունքը։ 28 համարը լսեցիք, որ ասեցի, գնում եմ, բայց գալու եմ ձեզ մոտ։ Եթե ինձ սիրեք, ապա ուրախ կլինեք, որ ասեցի, հոր մոտ եմ գնում, որովհետև իմ հայրը ավելի մեծ է, քան ես։ Գնալ եւ վերադառնալ։ Գնալու եմ, բայց գալու եմ ձեր մոտ։ Երկակի իմաստ ունի։ Ուղղակի իմաստ։ Հիսուսի մահ եւ հարությունը։ Գնալու եմ եւ գալու եմ։ Նա կմահանա խաչի վրա, երրորդ օրը հարություն կառնի, երկրորդ իմաստը։ Գերագույն իմաստը։ Նա կվերադառնա իր երկրորդ գալստին, իր աստվածային փառքով։ Եվ իր ծառաները իր հետ հավիտենական կթակավորեն։ Հոգևոր իմաստը, թերևս Հիսուս գնաց, բայց իր գործը շարունակվում է Սուրբ Հոգու միջոցով։ Չի դադարել այն, ինչ նա անում է, մխիթարությունը, ճանապարհը դեպի փրկություն եւ փառք Տիրոջը դրա համար։ Նաեւ տեսնում ենք սիրո եւ ուրախության կապը։ Եթե ինձ սիրեք, ապա ուրախ կլինեք։ Մեր ուրախությունը կապված է Քրիստոսի հանդեպ մեր սիրուց։ Մեր ուրախությունը կապված չէ, ես այսօր հիվանդ եմ, ղրղռալով կքարոզեմ, թե եկուց Եգրաշարժ կեղնի։ Մեր ուրախությունը կապված է նրանով, որ մենք Հիսուսին սիրում ենք, Հիսուսի խոսքերին հավատում ենք լիարժեք կերպով, անկախ արտաքին համահանգամանքներից, եւ քանի որ Հիսուսին ունենք մեր մեջ, կարող ենք ասել հետեւյալը, մենք ուրախ ենք, անկախ արտաքին հանգամանքներից։ Եթե ինձ սիրեք, ապա ուրախ կլինեք։ Իսկական սերը ինքնագոհ է։ Աշակերտները տխուր են, չէ՞։ Բայց Հիսուսն ինչ տերմին է տալիս, որ այսա իմ փառավորման ժամանակն է։ Եթե ինձ սիրեք, այս սրա մեջ է ուրախ կլինեք, որ ես խաչ եմ գնում։ Եվ ես փառավորվելու եմ, հաղթելու եմ։ Իհարկե շատ բան Հիսուսն ասեց, որ ձեզ ասում եմ, որ երբ որ լինի այդ ժամանակ հասկանաք։ Նաև տեսնում ենք, ինչ տեղի կունենա այս միջոցով։ Հիսուսը գնում էր հոր մոտ, որտեղ կկատարվեր փրկության գործը, կվերականգնվեր նրա փառքը։ Իսկ հիմա Հայր, դու ինձ փառավորիր, Հովանու 17:5-ում է ասում, այն փառքով, որ ունեի քո մոտ մինչև աշխարհի ստեղծելը։ Եվ սա պիտի մեծ ուրախություն լիներ իր աշակերտների համար։ Որից հետո նաև կսկսվեր իր գլխավոր քահանայական ծառայությունը, որի համար կրկին պիտի ուրախ լինենք։ Ինչն է դու ծառայության իմաստը, գլխավոր քահանայության։ Եկեք կարդանք Եբրայեցի 7:25։ Ուստի եւ կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետև միշտ կենտանի է, որպեսզի նրանց համար բարեխոս լինի։ Գիտե որ Հիսուսն է իմ բարեխոսս, ուրախություն չէ իմ համար։ Մեզ այնպիսի քահանայապետ էր պետք, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված,
ու երկնքից վեր բարձրացած, որը ինչպես ուրիշ քահանայապետներ պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու եւ հետո ժողովրդի մեղքերի համար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այն ինքն իրեն պատարակ մատուցելով։ Օրենքը քահանայապետերը կարգում տկարություն ունեցող մարդկանցից, բայց երբման խոսքը, որ օրենքից հետո է գալիս, կարգում է որդուն որպես հավիտենական քահանայապետ։ Միտե սա ուրախանալու առիթ չէ, որ ունենք այնպիսի մի քահանայապետ, որ ամեն բանով անցած է, այսօր փորը ծոված է, ինքը սովն անցել է, ծառավ է ծառավն անցել է, ցավը ցավն անցել է, անքնությունն անցել է, ամեն ինչ անցել է։ Հիսուսն ավելի մեծ է ամեն արարածից։ Հիսուսը Աստված է հավիտենական, բայց արի ուտես հատվածի մեջ կրկին ցույց է տալիս իր մարդկային բնության խոնարհություն եւ ասում. Հայրն ավելի մեծ է, քան ես։ Մարմնավոր տեսակետից Հիսուսը մարմնավորելիս ընդունում է մարդկային բնույթ։ Մարդ Աստված բնություն, որտեղ Հիսուսը իր անձնական որոշմամբ որոշել է ենթարկվել հոր կամքին եւ ուներ մարդկային կարիքներ եւ սահմանափակումներ, այո, իր իսկ սեփական որոշմամբ։ Երկրորդը, երրորդության տեսակետից անդամները հավասար են էության մեջ, բայց տարբեր են ծրագրերում, տարբեր են գործառույթների մեջ։ Կարևոր է հիշել նաև, որ կա առաքելական մեծության խնդիր։ Ինչպես հայրը ավելի մեծ է այն իմաստով, որ նա է ուղարկողը։ Երբ որ ես քեզ ասում եմ տուր ինձ մի բաժակ ջուր, եւ դու իմ խնդրանքին արձագանքում ես, դու ինձ մեծ ես համարում, որ գնում ես եւ ջուր ես բերում, այսինքն հարգում ես։ Եվ այդ տեսակետից, երբ որ որդին ասում է, որ հայրը ինձանից մեծ է, չկա որևիցե խնդիր այն բանի հետ, որ ասում է ես եւ հայրը նույնն ենք, մի ենք։ Այսինքն առաքելության շրջանակներում հայրը ուղարկողն էր, որդին անձնական որոշումով ենթարկվողը։ Այս պարագայում նա մեծ է համարում իր հորը, բայց դա չի նշանակում, որ հայրն է իր որդուն մեծ չի համարում ամեն անունից։ Կարևոր է հիշել, որ նույն Հիսուսն էր, այո, որ ասեց ես եւ հայրը մի ենք։ Համեմատական տեքստը Ֆիլիպեցիս 2:6, որ Աստծու բնություն ունենալով Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարկանց նման լինելով եւ մարկանց կերպով հայտնվելով ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էր խաչի մահվան։ Սա իր սեփական գործառույթներ եւ որոշումներ, ինչը ցույց չի տալիս, որ ինքը աստվածային բնության մեջ հորից ցածր է, չկա նման բան։ Սա եթե խախտվի, կհիմնենք նոր աղանդավորական ուսուցում։ Չի կարող խախտվի այս պարզ ճշմարտությունը, Հիսուս Աստված էր, ով ունայնացրեց ինքն իրեն, մինչև մահ։ 29 համարում ասում է. եւ ձեզ հիմա ասացի նախքան լինելը, որովհետեւ երբ լինի, հավատաք։ Եվ այս ամենն ասելուց հետո այդ ամբողջ զրույցը եզրափակում է այսպես ասելով, որ սա մարգարեական կերպով ձեզ նախապատրաստեցի, որ երբ որ լինի, դուք հավատացած լինեք, որ այս ամենը ինչ որ ասել եմ կատարյալ ճշմարտություն է, հավիտենական ճշմարտություն է։ Հիսուս պատմում է նախորդ իր աշակերտներին գալիք իրադարձությունների մասին, նրանց ամրապնդելու համար, եւ այս մեթոդիկան նա օգտագործում է ամբողջ Աստվածաշնչի շրջանակներում։ Նախազգուշացման նպատակը հավատքի ամրապնդումն էր իր աշակերտների, այս ամբողջ սեղանային զրույցի աշակերտներին ամրապնդումն էր 1 եւ
կանխագուշակված իրադարձությունները կատարվեն, աշակերտները կհամոզվեն Հիսուսի աստվածային բնության մասին։ Երկրորդը, սկանդալի կանխարգելու խաչի իրադարձությունը կարող է սկանդալ առաջացնել աշակերտների մեջ եւ ասեն ոնց Մեսիան աստվածային է սպանին, ուսի լուրջ խնդիր էր առաջանալու աշակերտների մեջ։ Երրորդը, աստվածային նախագիտության ապացուցումներ, միայն Աստված կարող ճշգրիտ ասել այն, ինչ եղավ Հիսուսի հետ։ Եվ աստվածային նախագիտության այդ ապացույցը այստեղ տեսանք։ Մարգարեական նախազգուշացման օրինակներ, Դանիելի մարգարեությունը, Եսայի մասին, Եսայայի մարգարեությունները Քրիստոսի մասին այս համատեքստում կատարվում են։ Դանիելի գիրքը կարդացեք մեսիական մարգարեությունները, Եսայա 53 գլուխը, եւ այստեղ տեսնում ենք, որ կատարելակերպ ապացուցվում է Քրիստոսի բերանով Աստծո խոսքի շիդագությունը եւ իր աստվածային հեղինակությունը։ Հիսուսը ցանկանում էր, որ աշակերտները ոչ միայն հիշեն նրա խոսքերը, այլ նաեւ խորապես հասկացած լինեն այդ ամենի մասին։ Նրա նշանակությունը եւ այսպես ոցավառվող հավատքով լցվեն, որ իրանց դեմ ոչինչ չկարան առնի եւ այդպես նախապատրաստում է հավատքի բնույթը։ 30 համարում է, ասում է. ձեզ հետ այլևս չեմ խոսի, որովհետեւ գալիս է աշխարհի իշխանը եւ նա ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։ Աշխարհի իշխանը, որի մասին Հիսուսն այս համատեքստում խոսում է, Սատանան է։ Սատանայի մագանուններից մեկն է։ Հիսուսը մի քանի անգամ օգտագործում է այս արտահայտությունը։ Սատանան կոչվում է աշխարհի իշխան, որովհետև նա ժամանակավորապես տիրում է աշխարհի անընդունակ մարդկանց վրա։ Երկրորդը, նա ազդում է աշխարհիկ համակարգի եւ կառույցների կառավարման վրա։ Երրորդը, նա է պատերազմների, դավաճանությունների, չարությունների հիմնական ոգեշնչողը։ Բայց երբ այդ տեղի ունենում, երբ որ մարդիկ տեղիք են տալիս սատանային, այսինքն մեղավոր բնության մեջ են, ապաշխարած չեն, իսկ հակառակ դեպքում, Հիսուսի դեպքում, ինքը երբեք մեղք չէր գործել, նա անմեղադրելի էր, այսինքն նա բացարձակապես կատարել էր հոր կամքը, նա մեռնում էր ոչ թե իր մեղքերի պատճառով, ինչպես մեղքի վարձկման, այլ ուրիշների։ Սատանայի հարձակման բնույթը փորձում է Հիսուսին հարձակվել Գեթսեմանի պարտեզում, խաչի վրա, ոչ մի իրավունք չունենալով Հիսուսին մեղադրելու, որտեղ ինքը անմեղադրելի էր։ Հասկանում եք մարդկանց վրա հարձակվելու ու Հիսուսի վրա հարձակվելու տարբերությունը։ Փառք Հիսուսին, անմեղադրելի։ Դեպի մեղքերի համար մահացավ, բայց անմեղադրելի հավիտյան։ Կամավոր զոհաբերվող։ Հիսուսի մահը ոչ թե պարտություն կամ կամավոր հանձնման արդյունք էր, նա ինքը ցույց կտար աշխարհին, որ սիրում էր հորը եւ կատարում էր հոր կամքը այդ միջոցով եւ սիրում է մեզ, հոր կամքը կատարելով բրգում է մեզ։ Եփեսացիների 2:1-ն ասում է. «Եվ դուք, որ մեռած եք հանցանքների ու մեղքերի պատճառով, որոնց մեջ մի ժամանակ ընտանում եք այս աշխարհի սովորության համաձայն, ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օտային տարածությունից, այսինքն սատանայի, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ»։ Բայց հիմա Եբրայեցիների 4:15-ում ասում է, որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարանակից լինել, այլ մի այնպիսի, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի անմեղադրելի։ Ուրեմն նրա շնորհի ատորին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք։ Եվ որից հետո Հիսուսն ասում է. Սակայն որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ հորը, անում եմ այն, ինչպես հայրը պատվիրեց։ Վեր կացեք գնանք այստեղից։ Սա հանրային վկայություն է կրկին Հիսուս տալիս, որ ինքը սիրում է հորը։ Որպեսզի աշխարհն իմանա, որ Հիսուսի մահը ոչ թե պարտություն էր, այլ հոր կամքի կատարում, որ հոր հանդեպ սիրո դրսևորում,
Խաչի միջոցով ցուցադրվում է սերը։ Ինչ սեր։ Բոլորից մեծ սեր։ Կյանքը տալ իր ընկերների համար։ Երկրորդը հնազանդությունը, որ դու բացարձակ հնազանդությունը Հայր Աստծու կամքին, արտարությունը, մեղքի համար վճարված արտարությունը, ողորմությունը, մեղավորների փրկության գործընթացը, հոր կամքի կատարումը, անում եմ այնպես, Սատանան իմ վրա կհարձակվի, ես կամավոր կխաչվիմ, եւ սա անում եմ այնպես, ինչպես Հայրը պատվիրեց ինձ։ Ոչ թե Սատանայի պլաններ, այլ հոր պլաններ։ Ինչ էր հոր պատվիրանը, հոր կամքը թելադրում, ներառում, մարմնավորումը Հիսուսի, բազմազան ծառայությունը Հիսուսի, որի միջոցով երևաց Հայրը, խաչի տառապանքները, մահը եւ հարությունը։ Հիսուս երբեք չի օգտագործել չի գործել ինքնուրույն։ Հիշեք, նա միշտ համաձայնեցված է եղել իր հոր հետ։ Եվ այս, որ հիմա ինքը Սատանայի կողմից հարձակվելու է, նույն հոր կամքը կատարելու համար։ Հիմա եկեք նայենք ինչ ենք վերցնում, որից հետո Հիսուսն ասում է, վեր կացեք գնանք Գեթսեման։ Վեր կացեք գնանք։ Այստեղ ավարտվում է իր սենյակային ճառը եւ առաջնորդում է իր աշակերտներին դեպի Գեթսեման։ Այդ պահը խորհրդանշ է ակտիվ գործելու անցում, խոսքից գործողություն, մինչև այս խոսքով կբացատրեի, որ մի դեշտամ խաչվիմ, հիմա արդեն կտեսնիք, ձեր սիրտը չխռովի, այս չեղնի, այն չեղնի, ինչ որ սովորեցրեց, ուժով եղեք, ամուր եղեք։ Քայլ դեպի մարտահրավեր, կամավոր ընտրություն, տեսնում ենք այս գործողության վրա, եւ Հիսուսը Գեթսեմանում կհասնի իր ամենադժվար պահերից մեկը։ Երբ որ աղոթքի ժամանակ այնքան ստրես կունենա, որ սրա մասին խոսելու ենք, չեմ ուզում շատ առաջ գնանք։ Հովհաննես 14:27-31 հատվածում ինչ վերցրեցինք, ինչ գլխավոր ուսմունքներ։ Քրիստոսը տալիս է իրական խաղաղություն, սա ասենք վերջացնենք։ Խաղաղություն եմ տալիս, այս խաղաղությունը տեսանք, որ տարբերվում է աշխարհի առաջարկած խաղաղությունից։ Սա ներքին հանգստություն է Աստծո ներկայության շնորհիվ։ Մենք սովորում ենք իսկական խաղաղությունը, որը գալիս է Աստծուց, ոչ թե մեր արտաքին հանգամանքներից։ Վախը եւ անհանգստությունը հավատքի բացակայության արդյունք են, սա է սովորեցնում Հիսուս։ Ձեր սիրտը թող չխռովի ու չվախենա։ Հիսուսը խրախուսում է չվախենալ ու նաև ասում է հավատացեք ինձ, հավատացեք հոր, այսինքն ինչ որ խոսք եմ տվել, հավատացեք։ Եթե հավատաք չեք վախենա։ Հիսուսը մեկնում է եւ տալիս է վերադարձի խոստում, որն է մեր իր հերթին տալիս է խաղաղություն։ Վերջաբան խորհրդածական եւ քաջալերական վերջաբան ունենք այս 14 գլխի։ Քրիստոսն այսօր առաջարկում է իր խաղաղությունը, այն խաղաղությունը, որ չի կախված հանգամանքներից, այլ խարսխված է նրա ներկայության եւ խոստումների վրա, այն խարիսխված է, այն ընտանում է իր ներկայության խոստացված մինչև այսօր իր զավակների մեջ եւ խոստումների վրա, նայի խոստումներին, եթե հավատում ես ունես խաղաղություն, եթե չես հավատում Աստծո խոստումներին չունես խաղաղություն։ Թող ձեր սրտերը չխռովեն, ոչ էլ վախենան, որովհետև ինքը մեզի հետ է։ Ինքը մեզի հետ է մինչև այսօր։ Աշխարհի իշխանը գուցե ճնշի, բայց իշխանություն չունի Տիրոջ վրա, Տիրոջ մեջ մենք անմեղադրելի ենք։ Եկեք ապրենք վստահությամբ, խաղաղությամբ ու սիրով։ Ինչպես նա հնազանդեց հորը, նույնն էլ մենք ենք ամենածանր պահերին եղնիկ Աստծո խոսքի մեջ։ Կոչի տրամաբանական վերջաբանը որն է 14-րդ գլխի։ Երբ դուրս գանք այս վայրից, թող մեր սրտերում հնչի Քրիստոսի ձայնը։ Իմ խաղաղությունն եմ տալիս, ես դուրս եկար էլի խնդիրներով գնալու ես տունդ։ Դիա մեկից պաբան լավ չէ, մեկից խնդիր ունենք, մեկից ֆինանսական, մեկից առողջական։ Երբ որ դուրս գաս Տիրոջ խաղաղությամբ դուրս գնա,
ամուրեղի, հաստատված եղի, մի վախեցի ես մի բանից, խոստացել է, որ պիտի կացել ետևից։ Հետո այսօրվա աշխարհում փնտրում ես հանգիստ, վստահություն, լսիր Հիսուսի խոսքին, ուրիշ տեղից մի փնտրի այդ հանգիստն ու վստահությունը։ Միայն Հիսուսի խոսքի վրա հիմնեք ու հավատքդ վստահություն ու խաղաղություն կունենաս։ Ինքը չի առաջարկում հաշտություն, հեշտություն, ինքը չի առաջարկում անհոգ կյանք, ինքը առաջարկում է իր ներկայությունն ու իր խոստումները, որի վրա հավատալով մենք ունենք խաղաղություն։ Քո վախերդ կոդրե իրան հնազանդությամբ, ինչպես ինքը դեպի հայրը, ինքն էլ վախ ուներ, այն կարգի վախոր քրդին կարյան կատիլների պես թափվավ, բայց հոր հանդեպ վստահությունը, հավիտենական ուժ ու զորություն էին։ Ու սա կլինի ճշմարիտ խաղաղության ճանապարհը։ Ու վերջում եկեք ոտքի կանգնենք ու աղոթենք խաղաղության համար։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քո խոսքի համար։ Ուզում ենք ընդունել քո խաղաղությունը, վստահել քեզ, երբ աշխարհը վախ է տարածում, երբ աշխարհը հագարակ է քեզ եւ մեզ, ընդունենք ամեն բան քեզանից եւ քո խոստումներին հիմնելով ունենանք խաղաղություն, չկասկածենք, որ դու մեզ խոստացել ես։ Սովորեցնում ես ապրել այնպես, ինչպես դու սիրեցիր հորը, այնպես էլ մենք սիրենք։ Հնազանդ լինենք Տիրոջ կամքին, քո հոր կամքին, քո կամքին, Տեր Հիսուս։ Թող մեզ սրտերը չխռովեն կյանքի իրադարձություններից, այլ համարձակ կանգնենք քո խաչի առաջ։ Համարձակ կանգնենք ու ասենք Տեր, կվստահենք քո ամեն խոստումներիդ։ Համարձակ կանգնենք ու ասենք Տեր, շնորհակալ ենք ես խաղաղության համար քո խոստումներիդ մեջ կա։ Փառք ես հավիտյանս հավիտենից Հիսուսի անունով եւ դու փառավորվես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։